ուզեմ ես շնորհավորել բոլոր մայրերը, մեծ մայրերը, նաև անոնք, որոնք մեզ գտիդեն, սիրելի մայրեր, մեծ մայրեր, համացանցի միջոցով, դերոջ օրհնությունը հանգչի բոլորիդ վրա, առողջ մնաք և ամենակետ Աստված ծերաղոտները պատասխան է։ Աստծո խոսքեն հատվածը պիտի գարտամ, որ գտնվի Ղուկաս 7-րդ գլուխին, ուրեմն 11-ին 16-րդ համարներն են։ Ղուկաս 7-ը 11-ին 16։ Ու եղավ, որ հետևյալ օրը քաղաք մը գերտար, որուն անունը Նային էր, և անորետ գերտային իր աշակերտներեն շատերը ու մեծ բազմություն։ Ու երբ քաղաքին դրանը մոտեցավ, ահա մերել մը դուրս կհանեին, իր մորը մեկ հատիկ դղան և անիգա որբևարի էր, ու քաղաքին շատ ժողովուրդը անոր հետ էր։ Եվ դերը զանիգա տեսնելով խղճաց անոր վրա ու սավ անոր միլար, և մոտենալով թակաղին տվավ, ու դանողները գանք արին, և սավ, ով բադանի, քեզի գսեմ, ելիր, ու մերելը ելավ նստավ ու սկսավ խոսիլ, ու դվավ զանիգա իր մորը, և ամենալ վախով բեռնավոր բռնվեցան ու զասված կփարավորեին, ըսելով, թե մեծ մարգարեմը ելեր է մեր մեջ, և թե Աստված իր ժողովրդին այցելություն ըրավ։ Մեր նյութը բիդալլա կարդացված հատվածի լույսի տակ, մայրը, որ կդավ իր մխիթարությունը։ Ընդհանրապես, երբ մայրերու մասին կխոսվի, մորմը թրական հատկությունները լսելու սովորությունը ունեցած ենք։ Բնական է, առաքինություններով օժտված է, աստվածաբաշտ է, աղոթասեր է, ծառայասեր է, և այլն, և այլն։ Այսօր գուզեմ դարբեր մոտեցում ունենալ։ Մայրը ընտրած եմ, որ նաև որբևարի է և դժվար բարակայի մեջ կգտնվեր, ինչպես կարդացինք։ Եվ այդ վիճակի մեջ դերոջը գադարած գործը և մանավանդ խոսքերը վեր պիտի առնենք և հոգևոր դասեր պիտի քաղենք բոլորիս համար։ Այրեր գամացանին անշուշտ, մորմը մասին պիտի խոսին, սակայն բոլորս պիտի օրհնվենք։ Առաջին գետը զոր կտեսնենք այս դեպքի մեջ, մայրը, որ խիստ դարաբանքի մեջ էր, անոր ներքին աշխարհը հոգին դխուր էր, ոչ միայն որբևարի էր, այլ նաև մայրը, որ իր մեկ հատիկ որդին զավակը գործունցած էր։ Մեկ հատիկ դղան գործունցնել կնշանակե ամեն բան գործունցնել։ Սեր, գարեկցություն, հոգադարություն, օժանդակություն, աբակա։ Որբևարիմը մեկ հատիկ դղան երբ կգործունցնե, ալ իրեն համար մարդ կորեն, կյանքը իմաստ պիտի չունենա։ Եվ այս վիճակը հեշտ չէ, թյուրին չէ երբեք։ Այս առնչությամբ ինչ է մեր դասը զոր սորվելու ենք և լավ ըմբռնելու ճշմարտությունը մանավանդ որպես այրեր։ Մայրությունը միշտ գաբ ունեցած է և ունի խոր ցավի, սակայն նաև խոր սիրո հետ։ Չեմ գիտեր, թերևս լսած եք տուգալ այդ առասպել պատմությունը, երդասարտը, որ նշանված է, իր սիրահարը գսե, եթե զիս գսիրես, պետք է մորդ սիրտը առնես և ինձի բերես, անգե պիտի հետևցնեմ, որ զիս գսիրես։ Եվ այս հիմար երդասարտը գերտա մորը սիրտը բռնած կվազե ջամփան իր սիրահարին պիտի բերե,
ոտքը քարի գախվելով գինա եւ սիրտը ցերքենալ գինա, բայց ցայմը գլսե սիրտեն, դրաս ոտքը ցավեցավ, եւ այս հիմար երդասարտը գանտրատարնա իր ռածին։ Հիմա Աստված այնպես ստեղծած է, որ այրը սերմը դա եւ գինը իր որովայնի մեջ 9 ամիսներ ամեն բան իր մեդալով գազմե փոքրիկը եւ սնուցանե զայն ու աշխարհը գինը մայրը ամեն բան գուտա իր զավգին երբ փոքրիկը դագավին մորը որովայնի մեջ է մայրը այդ զորավոր գաբը գշարունակե իր զավգին հետ աշխարհ քալեն յետ գնալ իսկ այրը ինչ կնե այրը բադվերներ գուտա չէ բադվերներ դվող է այրը գնիկ դղուտ գաթը մի մորնար գնիկ դղուտ շորիկը փոխելու մի մորնար գնիկ այս գնիկ այդ չէ այրեր չեմ ուզեր այրերը սրտողեցնել նպատակ չունիմ եւ ուրախ եմ որ խելոք նստած մտիկ կնեն որովհետեւ կհամաձայնին հետս որով այրեր այդպես են միայն բադվերներ գուտան հրահակներ գարցակեն գարցեք թե գիները դմբո են իրենք ավելի խելացի են ուստի բադվերներ պետք է դա այրը եւ գիննալ հնազանդի մայրեր քնահատվելու արժանի են եւ այրեր իրենց աչքին փիփին պես նայելու են երկրորդ կետը զոր կտեսնենք 10-րդ համարի մեջ եւ դերը դեսավ զանիգա ավետարանիչը թեփքը նկարագրելով գսե դերը զանիգա դեսնելով խղճած հունարեն բնակիրի մեջ գսե Esplachniste գնշանագե աղիքները շարժեցան Բողոսարակյալ եւս նույն բառը գործած է Փիլիմոնի նամակին մեջ որ ուղված էր անոր Փիլիմոնի Վոնեսիմոսի համար եւ գսե ընդունե զանիգա որ իմ աղիքս է առաջին գլուխ 13-րդ համար իսկ 20-րդ համարի մեջ ալ գսե հանգչեցուր իմ աղիքս Քրիստոսով Եթե թույլ գուտակ որ կործած եմ բառը որ բոլորիս ծանոթ է ավելի լավ պիտի հասկանանք այդ բառը ջիգերս բառն է Բողոսարակյալ գսե Վոնեսիմոսի համար գսե սիրելի եղբայրս Փիլիմոն Վոնեսիմոս իմ գաբակներուս մեջ ծնավ իմ ջիգերս է ընդունե զայն կարդացեք Փիլիմոնի նամակը մեկ գլուխ է Դեր Հիսուս այս մոր հավատքի մասին չխոսեցավ ոչ ալ անոր առաքինությունները հիշելով քովեց զայն սակայն ըզգաց անոր ցավը եւ այս է էական այս է ինչ պիտենեմ Զիս գկովես եւ շարունակ միան գկովես, սակայն ցավս չես զգալ։ Ինչ պիտենեմ կովասանքը։ Աստված ուրեմն դեսավ այս ցավը։ Եվ հոգևոր տասը բոլորիս համար հետևյալն է։ Աստված անդարբեր չէ։ Ոչ թե գիտե քու ցավդ, այլ գզգա քու ցավդ։ Ան գտեսնե մայրը, որ գողնի, գմդահոգվի իր զավգին համար, գաղոթե իր զավգին համար, լավակույնը գնե իր զավգին համար, Քիշերները քունը գփախցնե, երբ հիվանդանա, հիվանդանոց երթագամ դամ մեջ, ով գհսկե զավգին վրա, հայրը, հայրը բադվերներ գուդա, մայրը գհսկե, և այս գիտակցությունը, որ դերը գտեսնե և գարեգից կդառնա մեզի, մեր հոգիները գխաղեցնե։ Մենք հաճախ նեղություններու մեջ գխորինք, թե առանցին ենք։
Սակայն այդպես չէ։ Դերը կտեսնե ու կխղճա։ Միգուցե մեր շուրջը գտնվող մարդիկ, բարեկամներ, ազգականներ, հարազատներ մեր դժվարությունը չուզեն տեսնել, չուզեն լսել, մեր ցավին գարեգից դառնալ, ինչպես որ գարկ մարդիկ խուլ գցեվացնեն, չեն ուզեր լսել քու ցավդ, տեսնել քու վիճակդ, որևէ մարդու վրա հույսդ մի թներ, ամոթով պիտի մնաս, դերոջը հուսա, անքեզ ամոթով չծկեր։ Այս որբևարի մայրը ոչ Հիսուսի քնած, ոչ աղաչեց, որ դերը միջամտե եւ իր մեկ հատիկ տղան հարուցանե, ողջունցնե, սակայն դերը տեսավ ու խղճաց։ Այս է մեր դերը զոր կպաշտենք։ Մարդիկ չեն տեսներ, չեն ուզեր տեսնել, հոգմիներ, դերը կտեսնե։ Երրորդ ճշմարտություն միլար ըսավ դերը։ Տեր Հիսուս այս մորլացը տեսնելով աղիքները շարժեցան, խղճաց եւ ըսավ միլար։ Տեր Հիսուս այս մորլացը տեսնելով միլար ըսավ։ Եվ այս խոսքերը մխիթարություն եւ հույսի խոսքեր են։ Միլար խոսքը ցավի արգելք չէ։ Միլար խոսքը չի նշանակեր, որ այլևս կյանքիդ մեջ ոչ մեկ ցավ միտունենաս։ Հապա խոստում է, որ ցավը վերջը չէ, վերջը լավ է, փառավոր է։ Հոգևոր դասը զոր կքաղենք հետևյալն է։ Նաև ըստ ողջամիտ վարդապետության մեր երկրավոր ճամփորդության ընթացքին հավատքը մեր արդյունքները մեկ անգամ եւ ընդմիշտ չի չորցներ։ Հապա մեզի հույս կուտա, որ միլար ըսողը հարուցյալ Քրիստոս է, որ մեզալ պիտի հարուցանե, որբեսի ըլլանք հոն, ուր որ ես եմ ըսավ Հիսուս։ Միլար ըսողը մահվան հաղթեց։ Անոր համար առաքյալները, Պողոս առաքյալ գսե իր զանազան նեղություններ ու դժվարություններ մեջ գսե մեր գրած նեղությունները քալու փարքինքով ինչ են շատ մեծ է։ Ոչինչ է, ոչինչ։ Հետևաբար միլար խոսքը կնշանակե ցավը վերջը չէ, վերջը փառավոր է։ Ինչպես որ Տեր Հիսուս այս մերելը հարուցանեց, մեզալ պիտի հարուցանե եւ փառավորյալ անաբագանացու մարմինով դերոջի հետ պիտի լանք հավիտյան։ Այս է մեր վերջը։ Երբ ունիկ որ գսե ո՞ր սիրուն աբակա, երբ պիտի միանանք վերջ եզերք։ Այս է մեր հույսը։ Չորրորդ ճշմարտություն մեր Տերը այս մոր սիրույն լացին եւ ցավի մեջ հավատք տեսավ։ Մայրը իր մեկ հատիկ տղան թաղելու գերտար գտաներ։ Ինչ խնդրեր իր շուրջիններեն։ Ինչ խնդրեր։ Որու աղերսեր։ Ուր գտներ իր մխիթարությունը։ Այս մոր հավատքը կորձերով չարդայդվեցավ։ Հապա ցավի եւ լացի միջոցով եւ սրդերը քնող ու խորհուրդները գարտացող Տեր Հիսուս տեսավ անոր հավատքը։ Անմխիթար մայրը շրջապատված էր մարդոցմով, որոնք չէին գրնար մխիթարել եւ հույսներ շնչել։ Գգարտանք ու քաղաքի շատ ժողովուրդը անոր հետ էր։ Ժողովուրդը, որ Հիսուսի հետևեին, միայն ֆիզիկական օրհնություններ վայել, հիվանդները բժշկել, ուտել եւ ֆիզիկական բարիքներ։ Իսկ անոնց կրոնական առաջնորդները միտքով գույր, մոլերանտ, ավանդաբաշ դարձած էին։ Քանի որ փոխանակ մտքերնին լուսավոր աստվածաբաշ ըլլալու հագարակ բիդլան երկուք է մեկը գամ ավանդաբաշ մոլերանտ գույր միտքով գամ
լուսավոր միտքով աստվածապաշտ։ Եվ երբ գույրին գարաշտորթեն երկուք տալ փոսի գինան, այս հերջ գինը ուր գտներ իր մխիթարությունը։ Այնինչ որ իր շրջապատը գտնվող մարդիկ չգրցան տեսնել, Հիսուս տեսավ։ Երբեմն մենք այնքան ընջված գլանք ստեղծված բարակայում պատճառով եւ այնպեսի վիճակի մը գմատնվինք, որ չեք կրնար խոսքերով մեր հավատքը արտահայտել, սակայն Տեր Հիսուս գտեսնե։ Աստված սիրելիներ բեք չունի բարեր լսելու, շիդակ նախատասություններով խոսքեր լսելու, որբեսի մեր ներքին վիճակը հասկանա, որբեսի հասկանա մենք ինչպեսի բարականերու մեջ կգտնվենք։ Խոսքեր պետք է լսե, որ հասկանա։ Աստված երբեք պիչսե, ինչ կսես, զավակս, չեմ հասկանար, շիդակ խոսիր, լավ խոսիր, միտքը չեմ հասկանար, պիչսե, ան մարդ չէ, մեզ նման մարդ չէ, մենք դագավին չխոսած, ան մեր սիրտը գիտե, գտեսնե։ Ինչու համար աշուշտ ասկեբեք չէ եզրակացնենք, որ ուրեմն չաղոթենք, ոչ, հավասարակշռութենը դուրս ելնելու գարիքը չկա, պիտաղոթենք, շարունակ պիտաղոթենք, բայց Աստված գարիքը չունի մեզ լավ շարադրություններ, աղոթներ լսելու, որբեսի ասե, օքեյ, հիմա հասկացա, հիմա սրբակրեցիր, Աստված գիտե։ Ինչու համար Տեր Հիսուս ցերկովը թակաղին տվավ։ Հին ուխտի տնտեսության մեջ, ով որ մերելին թպչեր, բիղծ գսեպվեր և բադիժի գենթարգվեր։ Դերը ցերկը թպչուց ոչ թե թակաղը դանողները գանք առնելու համար, հաբա ցույց տալու համար իր սրբությունը Աստուծո որդի ըլլալը։ Ցույց տալու համար, որ ինքն է կյանքը և եկած էր կյանք տալու։ Ցերկը թակաղին տնելով ցույց տվավ, որ իր մարմինի մեջ միացած է իր աստվածությունը։ Վասնզի առաքյալը գսե անոր մեջ կփնագի աստվածության բոլոր լեցունությունը։ Կողոսացիս 2:9։ Բոլոր անոնք որ մերելներ ողջնցուցած են Եղիայի, Եղիսեի եւ անոնց նման ուրիշներ, անոնք Աստուծո աղոթեցին, որբեսի մերելը ողջնա, սակայն Տեր Հիսուս ինք հրահանքեց, առանց աղոթելու, ով բադանի, քեզի գսեմ ելիր, եւ ելավ, Ղազարոս դուրս եկուր, եւ Աստուծո որդուն խոսքը կյանք տվավ, ըսավ ու գադարվեցավ, եւ այս մեզ գտանի ստեղծագործության, Աստված ինչպես ստեղծեց, Աստված լույսը ըսավ եւ լույս եղավ, ըսավ ու եղավ, հետևաբար ով է ան զոր գբաշտենք, գսիրենք եւ անոր համար գաբրինք, Աստված, մեզի կյանք բարգեւողը։ 5-րդ ճշմարտություն Ղուկաս ավետարանիչ երբեք կգնագարակրե գարչ նախատասություն մգսե։ Ու դվավ զանիգա իր մորը։ Տեր Հիսուս երբ հրաշներ կգադարեր, նպատակը իր զորությունը ցույց տալու համար չէ, որպես թե ինք սուպերմեն մնե, ինչպես ասանք այսօրվա սուտ մարգարեները փեմերու վրա գվխտան, որպես թե հրաշներ գադարող ասանք, գաղոթեն Հիսուսի անով գհրճագենք բժշկությունը, բարգերդ փակված են, Հիսուսի անով բիզնեսը լավ դերտա, իրեք սիրենք թիմադեդրներու արչև, Facebook-ի մեջ, YouTube-ի մեջ, այդպես մգցևացնեն, որ որպես հրաշներ գադարող մարդիկ են, արդասովոր անձեր են։ Տեր Հիսուսի նպատակը սիրելներ, իր բոլոր ծառայության ընթացքին, իր աստվածությունը ցույց տալով մեկտեղ, անմիշտ եւ միշտ մարդոց խղճալով, ողորմելով, սիրելով
եւ հեզությամբ կծարայեր եւ ոչ թե ինքսինքը ցույց տալու համար եւ հաջող կսեր բժշկվող անցին մեգում միսեր առաջ որ թակարին տպչի մորը ըսավ միլար հույս եւ հավատ ներշնչեց որ մետքը դղան ողջնցնելով մորը դվավ ինչ է մեր սորվերիկ տասը Հիսուսի հուսացողը ամոթով չմնար անինչ որ գսե հավատա մեր բարակային ավետարանին Աստծո խոսքին հավատալ ան շարունակ կխոսի աստվածաշունչի միջոցով միշտ կխոսի այս մոր բարակային թեմ արդեմ հանդիպում էր ֆիզիկապես դեսանելի էր Հիսուսի դեսավ ըսավ միլար եւ մերելին մայրը հավատաց երբ ըսավ միլար իսկ մենք որ ֆիզիկապես Հիսուսը չենք տեսներ անոր ուսուցումներուն բադվերներուն հնազանդելով մեր հավատքը կհայտնենք եւ անոր անցին վրա մեր հույսը գտնենք ան Աստված է ամենակետ է ամենագարող է ան նույնն է երեք այսօր ու հավիտյան ուստի անոր խոստումներուն գվստահին որ բոլորը այո եւ ամեն են Բողոսարակյալ Գորոթացված մեջ երկրորդ Կորինթացիս 4 7-րդ համարի մեջ այսպես կսե երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 7-րդ համարը պիտի գարտամ եւ 8-ը Արդ մենք այս քանցը հողի ամաններու մեջ ունենք որբեսի զորության արավելությունը Աստծուց մելա ու ոչ թե մեզ մե ամեն կողմանը վշտացած ենք բայց նեղը ինգած չենք գարոդյալ ենք բայց հուսահատած չենք այս է մեր հավատքը Քրիստոսի վրա հիմնված Սամուելի մայրը Աննան որ զավակ չեր ունենար երբ դաջար քնած աղոթելու եւ երբ հեղի քահանան հասկացավ վիճակը սկիզբը գարձեց որ արփեցած է քինով է երբ որ հասկացավ վիճակը Աննա ասավ ես վշտացած սրտով գիմ մնեմ դերոջ արչև իմ սիրտս փացի հեղի քահանան երբ հասկացավ լսեց այս խոսքերը ասավ քնա խաղաղությամբ Իսրայելի Աստվածը քու խնդրված կդ քեզի դա Աննա հավատաց ըսված խոսքին եւ կգարտանք ու երեսը մեյ մնալ չդրտնեցավ հավատքը այս կնե եթե Աստծո ծառաներուն կհավատանք որքան ավելի հավատալու ենք հարուցյալ Քրիստոսի անե մեզի ճշմարիտ հույս ներշնչողը ու դվավ իր մորը Դերոջը գադարած հրաշները եւ անոր բոլոր կորձեր մինչեւ այսօր ուրիշները ուրախացնելու համար են որբեսի մարդը ուրախ լա եւ Աստծո կորձերը դեսնե անոր սերը ողորմությունը շնորհքը դեսնե եւ քիդակցությամբ հոժարությամբ անոր մոդենա եւ բաշտեզայն Աստծո բոլոր կորձեր այդ ուղղությամբ կասկած չկա որ այս մայրը Հիսուսի հետևող եղավ նույնպես իր դղան եւս Հիսուսի աշակերտ դարձավ քրված չէ դրամապանությունս գսե այս եթե քեզի հետ այսպեսի բան մբադահեր դերը մերած դղատ ողջնցներ ինչ պիտի լարքուտ իր կորոշումդ thank you շնորհակալ եմ գեցիր քեզի մեկ հատ քեկ մդամ այդպես պիտի լար բոլոր սրտովդ պիտի նվիրվեր անոր պիտի հետևեր եւ անոր համար քու կյանքը դալ պիտի հոժարեիր դալու 6-րդ ճշմարտություն եւ ասով բավարարվենք զոր կտեսնենք այս դեպքի մեջ Տեր Հիսուսի ներկայությունը փոփոխություններ առաջ կբերե այս մոր համար գդարված դեպքը անմոռանալի մնաց մինչեւ իր կյանքին բաղջանին Թաղման թափորը փոխվեցավ կյանքի թափորի Այս մոր փերնին մեջ ձամոն եղած էր
իմ դղաս մերաձեր ողջնցավ խոսքերը։ Տեր Հիսուսի ներկայության եւ անոր կորձերուն իբր հետևանք եղելության վգան դարձավ այս մայրը։ Բոլորին գվգայեր, որ Հիսուսի ներկայությունը եւ անոր խոսքերը դիրող գացությունը փոխեց, դղաս թաղելու գերտայի, հիմա ողջնցած դղուս հետ դուն գվերաթարնամ։ Գարտացինք ու երբ քաղաքին թրանը մոտեցավ։ Բադահմամ չէր, որ Հիսուս թեբինային քաղաքը գերտար, եւ այդալ ճիշտ այն ժամուն, որ մերելը գտանեին թաղելու։ Երբեք բադահմամ չէր, ոչալ փախտ էր, հապա աստվածային ծրագիրին մեջ կար, որ որբևարի մորմը մերած մեկ հատիկ դղան ողջննար, այո, բադահմամ չէր, ոչալ փախտի պերմամ, մենք փախտի չենք հավատար, մեկը ցես չխափե, փախտ այսպես սրավ, փախտ այնպես սրավ, եւ վայ այն մարդուն, որ զասված փախտին կորձագիցը գտարցնե։ Աստված փախտը սփացավ, Աստված փախտին է չի կորձակցեցավ լավ, փախտը չի փացավ, Աստված հանցավոր է, չլա որ այս մեղքը կորձես։ Ինչ կսորվենք այս տասեն, ինչ հոգևոր տասկա։ Մեր կյանքի դխուր եւ հուսատ վիճակներու մեջ Աստծո ներկայությունը փոփոխություններ հարաճ կբերե։ Անոր խոսքը եւ Սուրբ Հոգվույն ներկործությունները մեզ կմխիթարեն։ Հարցը հավատալու, վստահելու ենք անոր ներկայության, անոր խոստումներուն եւ այն ադեն մենք այս մոր նման մխիթարությունը պիտի գտնենք։ Մենք շատ վկայություններ ունենք, որ դխուր եւ անհաջելի վիճակներու մեջ երբ հավատքով մեր սիրտը եւ ցայնը Աստծո փարսացինք, անմիջամտելով բարակաները փոխեց եւ մենք մխիթարվեցանք։ Դերը բարի է, իր բոլոր ծրագիրները բարի է։ Վստահին գանոր։ Աստված օրհնեց է սիրելի մայրեր եւ մեծ մայրեր։ Եվ մեզ բոլորիս ըլլավոր անոր գարչինք, անիգա ամեն բանի կարող է, ամեն բան գտեսնե եւ բարականերու վրա իշխող դեր է, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն այս Կարևոր պատգամին համար, որ մեզի ներկայացվեցավ, սակայն երկու վրիբումներու համար գուզեմ անդրադառնալ, նախ ուրախ ենք, որ Լինդան մեր մեջ կգտնվի, նաև երկար բացակայությունը վերջ ազնիվ քույրն մեր մեջ է, դերը զորացնե երկուքինալ եւ ուրախ ենք, որ կարողացա խոսալ։ Նաև պիտի խնդրեի, որ մեր բոլոր մայրերը ոտքի գայնին եւ երեք մարդիկ եւ մնացածները ծափարությունով շնորհավորենք զիրենք։ Հրահակ դալ չի գա։ Դերը օրտնե եւ վարձադրեց էր բոլորը։ Պիտի վերջացնենք երկելով 50-րդ երգը, որում վերջին դունը ոտքի եւ հովիվին աուտքով պիտի փակենք։ Փառք է քալել անոր հետ, որ զիս փրկեց իր արյունով։ Փառք է քալել անոր հետ, որ զիս փրկեց իր արյունով, զմայլում է հոգույս ամենով։ Թերգություն է երկնային զայնը սկալ ամեն դեղին մով, անվերջ փառք է օրհնություն
ինչ պարկեիրեն հետ կալեն, իմ կայլերս նա միշկուղ է, թե անցնիմ սարեց օրե, ինչ պարկեիրեն հետ կալեն, ինչ պարկես կալզայն մոտ երբ շուկերը գերգարին, վստահության բանորաղոտ է, ինչ պարկե մնալ իրկով երբ ամբերը հարադին, այո պարկե իրեն հետ կալեն, ինչ պարկե իրեն հետ կալեն, ինչ պարկե իրեն հետ կալեն, իմ կայլերս նա միշտուղ է, թե անցնիմ սարեց օրե, ինչ պարկե իրեն հետ կալեն, Հարկ բիդելլա Հիսուսի հետ կալեն, ոսկյա եզրիմ բրա, չպաշնվիլ իր մեհավիդյա, միշտ ապրիլ պրջիսեն, իանալի պարկ բիդելլա, անթիվ կարեր պարկ իր սուրբ ամբան, ինչ պարկ է իրեն հետ կալեն, ինչ պարկ է իրեն հետ կալեն, իմ կայլերս նա միշտ ուղ է, թե անցնիմ սարեց օրե, ինչ պարկ է իրեն հետ Այո, Ովդեր, մեծ բադիվ է մեզի և պարկ է քեզ ետ կալելը, քեզ ունենալ մեր կյանքերում մեջ, որպես առաջնորդ, խորհրդատու, խաղաղության իշխան, փրկիչ Տեր և թագավոր, պարկ կուտանք Ովդեր, օգնե մեզի, որ բոլոր սրտով քեզ ետ կալենք։ Եվ այս պահուս հատկապես գաղութենք մեր սիրելի մայրերուն և մեծ մայրերուն համար, օրհնելով օրհնես, առողջ բահես զիրենք, և դեր ըլլա որ քո հոգիդ այնպես մկործե, որ անոնք միշտ քեզմով ուրախ ըլլան։ Արձակես մեզ քո խաղաղությամբ, փառքիդ համար, ամեն։